առաջին հերթին անհրաժեշտ պայմանները դա Ադրբեջանի գործոնն է, Ադրբեջանի գործոնը ոնց հասկանում ենք էլի այն հին պահանջն է, որ ինքը ունեցել է դա սահմանադրության նախաբանի փոփոխությունը, հա, փոխելը եւ այդ անորոշ ձևակերպումները թույլ են տալիս հենց թուրքական կողմին, այսպես ասած, այդ հարցերից դուրս գալ եւ մանևրել, ժամանակ շահել։ Այո, իհարկե որոշ զարգացումների դեպքում գուցե հնարավոր է, որ ամեն ինչ լինի նաեւ ադրբեջանական պահանջից անկախ Թուրքիան ինչ-որ քայլեր ձեռնարկի, բայց այս անորոշությունը նաեւ բնորոշ է դիվանագիտական հարաբերություններին եւ նաեւ տեղ է թողնում տարբեր զարգացումների դեպքում տարբեր որոշումներ կայացնել եւ մի դեպքում ասել, որ մենք պատրաստ ենք եւ զարգացնում ենք, ասենք, առանց նախապայմանի բացում ենք սահմանները, մյուս դեպքում ավելի կոշտ արկապել այդ գործընթացը Ադրբեջանի պահանջների։ Սահմանների բացման այս փուլում չսպասել, այսինքն պայմանավորվածությունը, որ տևական ժամանակ է կա, բայց գետնի վրա մենք չենք տեսնում այդ իրականությունը։ Հիմա այս հայտարարությունից ինչ է ենթադրում, որ սահմանների բացում այնուամենայնիվ այս փուլում էլ չսպասել։ Ես կարծում եմ այս այո, հայտարարությունից ընդհանրապես շենքը շատ անորոշ է եւ ոչ մի բանի մասին է գրեթե ինչպես նշեցի եւ արկապում է այլ գործոններից այս գործընթացը, առաջին հերթին դա Ադրբեջանն է։ Իհարկե ակնկալել դրական զարգացում, որ գոնե հին 2022 թվականի պայմանավորվածությունները, որ երրորդ երկրների քաղաքացիների, հայ եւ դիվանագիտական անձնագրերի կրողների համար սահմանը կբացվի եւ իսա արդեն շատ վաղուց սպասված որոշում էր, բայց կարծում եմ ինքը նաեւ անիմաստ է դառնում, շատ ավելի առաջ կարելի է գնալ, հա, եւ ընդհանրապես արդեն այդ պայմանները կան, տեսնենք ինչ զարգացումներ են լինելու, այսինքն իմ կարծիքով եւ թուրքական կողմը իր անորոշությունը առաջին հերթին կապված է Ադրբեջանի անորոշության հետ եւ Ադրբեջանը դեռ չի որոշել ինչ զարգացում է լինելու այս հետընտրական գործընթացի ժամանակ